Ընտրեմ Արյան։ Միացած է։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան։ Նախ այսօր շատ սիրելի ժողովուրդ Վարդանանց տոնն է, մեր հերոսամարտի աղբանակած հերոսների սուրբերի տոնն է, բոլորից շնորհավոր է։ Ուրեմն ինձ համար առավել քան ակնկալելի էր այդ ինչ-որ տեղի ունենում Վահագնի հետ, Արամ Չախալյանի և մինչև հիմա էլ անհասկանալի է։ Ինչպես է պատահում այսպես կոչված արդարադատությամբ ապրող երկրում 18 հոգու նույնական մեղադրանք ստորակետներով անդերձ այդ տարբեր որոշում։ Սա անհասկանալի է ինձ համար։ Եթե որևէ բանական մարդ կա, որ կարող է բացատրել եւ հասկացնել, ես պատրաստ եմ ներողություն խնդրելու։ Եթե պաշտպանները կարող են ինձ ցույց տալ գործերի, մեղադրանքների մեջ որևէ տարբերություն, անգամ կետադրական, խնդիր չկա։ Կընդունեմ։ Բայց չկա դա, հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում։ Այո, այսօր պատժվում է ոչ թե Վահագն Չախալյանը, այլ իր ընտանիքը։ Հիմա ինչպես ուզում եք մեկնաբանեք, ինչ կերպով ուզում եք մեկնաբանեք։ Իսկ դրա հիմքերը կան, պատվարժան դատարան։ Դրա հիմքերը կան, որովհետև այս վերջին մեկ շաբաթվա մեջ ես անընդհատ խնդրել եմ նախ, որ մեզ հնարավորություն չի տրված եւ մենք պաշտպանված չենք, ոչ մի կերպով պաշտպանված չենք, մարդիկ անմեղության կանխավարկածներ են խախտում, դատարանի վրայով են անցնում, կներեք, որ այդպես եմ ասում, դատական գործընթացի մեջ գտնվող գործի վերաբերյալ ուղղակի ուղղորդում, քիչ հետո կկարդամ, հրահանգավորում, ինչ ասեմ, թելադրանք, ուղղակի կամ անուղղակի տեղի անեն, 3-4 օր դա բացահայտվել է։ Մեկ շաբաթ առաջ մարդ, որը հայտնի է մեր հասարակությանը մարդկանց վրա թքելով, Մոսկվայում, այն նախորդը եվրոպական ատյանում, Ստրասբուրգում, սա Մոսկվայում, խոսում է այս դատական ընթացքի մասին, ասելով, որ նիստի մասն է, խոսքես գործի մասին, այս գործի մասն է, ասելով, որ այս մարդիկ մեղադրվում են ոզնիններ գործածելու եւ այլն, Յուժի ոզնիններ գործածելու մեջ։ Մարդ, որը հայտնի հասարակության իր վարկով մարդկանց վրա թքելու պատճառով, միայն ուրիշ արժանիք չկա այնտեղ, ոչ էլ կենսագրություն։ Երկրորդ, պատվարժան դատարան, սա ոչ մի արձագանք, ոչ մարդու իրավունքների պաշտպան, ակնհայտորեն ոչ դատարան, որևէ կերպով։ Հիմա դուք, ես անցել անգամ էլ ասել, իշխանությունները չեն հարգում այս դատարանը, չեն հարգում։ Այն օրինակը հարցը, երբ ես տվեցի Իգոր Սարգսյանի եւ Կարո Օկոմուշյանին չբերելու դատարան, ես պատահական չտվեցի պատահական, որովհետև այն ինչ որ տեղի ունենում մեր երկրում, դրա տրամաբանական շարունակությունը արտահայտվում է դատարանի նկատմամբ, ոչ թե դատարանի նկատմամբ։